Այդ դուք ձեր խոսքը սկսեցիք օրինակը բերելով անցած տարի այդ աղետի մասին խոսելով ընդ որում Աղթալայում եւ ըստ էության հաղպատում, այնտեղ որ կամուրջները քանդվեցին եւ արդյունքում մենք ունեցանք այն աղետը, ինչ ունեցանք եւ շատ բնակիչներ հենց այնտեղ խոսում են եւ հիմնական բացատրությունը սրա նաեւ վերվում էր այն տեսանկյունից, որ եւ խնդիր կար այնտեղ գետի հունը մաքրելու, որը չէր մաքրվել եւ խնդիր կար շատ լուրջ ամրացման աշխատանքներ չկատարվելու, այսինքն ինքը այդ հողը հաստատիորեն պատով ամրացված չէր եւ արդյունքում ջրի անձրևաջրի այդ մեծ հոսքի ապարագայում ուղղակի հողը հոսեց եւ նրա ներսում եղած քարի մեծ պաշարներն եկան ընկան գետ ու այս ամեն ինչը կատարվեց աղետը հենց դրա այո փաստացիորեն էտել արդեն մի ուրիշ խնդիր է իհարկե այո հիմա հարցս կայանում է սրանում դուք այսօր նոր բերում եք օրենսդրական փոփոխություն որով գետի հունի մաքրման համար որոշակի լիազորություն եք ստանում որպեսզի այդ գետի հունի մաքրումը ինքը ավելորդ քաշքշուկներ չառաջացնի իսկ հիմա այս պահին մեկ տարի առաջ տեղի ունեցած աղետի վերացման հետևանքները որևէ կերպ առանց սրա արվել է թե չի արվել ինչպես է արվել եթե օրենսդրական թույլտվությունը չեք ունեցել ես ուզում եմ այս մասին խոսեք դուք ինչ է արվել այսօրվա դրությամբ այդ աղետի հետևանքները վերացնելու եւ դեռ ավելի նոր աղետի հավանականությունը զրոյացնելու ուղղությամբ Տեսեք, հարցերը փորձենք առանձնացնել, ասեցիք անցյալ տարի եղել է դեպքը եւ ինչ են կարել։ Ես արդեն ասեցի, որ մենք անցյալ տարի իրավական կարգավորում ենք տվել, որով ուրեմն գետերի հուների քարտեզագրում պետք է իրականացնենք եւ առանձնացնենք բոլոր այն տեղերը, որոնք համարում ենք ռիսկային եւ որի արդյունքում պետք է միջոցառումներ կազմակերպվեն ռիսկերը կառավարելու համար։ Պարոն Գաբրելյանի ներկայացած օրենսդրական փոփոխությունը կապ ունի սրա հետ, բայց կապ ունի հետեւյալը, մենք մի օր պետք է սովորենք գետերի հուները մաքրել եւ դրա համար, եթե ջրօգտագործման թույլտվությունը հավելյալ ծանրություններ, այն դեպքերում, երբ գետերի հուները, հատակը այլ բնական միջավայրը չի խախտվում, դրա համար ջրօգտագործման թույլտվության այս բյուրոկրատիայից ազատ ենք։ Ընդհանրապես հիմա կառավարությունը արդեն մենք ասեցինք աշխատանքային խումբեր կա գետերը ուսումնասիրում ենք հասկանալու համար գնահատելու համար ինչա գետերի մաքրումը եւ բացի մաքրելը մենք եթե մի օր գետերը մաքրենք պետք է կարողանանք նաեւ այդ գետերը մաքուր պահել եւ իհարկե ժառանգած քաղաքաշինական եւ այլ բավականին մեծ խախտումներ կան որոնք հենց այդ ռիսկերն էլ առաջացնում են որի ուղղությամբ ասեցինք արդեն աշխատանքները կատարում ենք այս օրենսդրական փոփոխությունները շատ ուղիղ կապ ունեն գետերի հուների հետ եւ նաեւ իհարկե անցյալ տարվա դեպքերի հետևանքով առաջացած խնդիրները որոնք մեր ուշադրության տակ են եւ փորձում ենք լուծումներ գտնել Ես ամեն դեպքում իմ հարցի պատասխանը չստացա ինչ է արվել այդ հետևանքները հաղթահարելու եւ դեռ ավելին առաջիկան նման հետևանքները մեղմելու ուղղությամբ առանց այս օրենսդրական փոփոխության թե այս օրենսդրական փոփոխությունը անհրաժեշտություն է որպեսզի ինչ որ գործողություններ իրականացվեն այսինքն ստացվում է որ արդեն 1 տարուց ավել է մենք ոչինչ չենք արել այդ ուղղությամբ եթե այո եք ասում ես այդպես եմ հասկանում որ այսինքն առայժմ այդ հաղթահարման ուղղությամբ գործ չենք արել 1 տարի մենք ընդհանրապես նախագիծ ենք մշակում, որպեսզի այս թույլտվությունը ստանանք, որ նոր հետ գնանք, աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ սկսենք աշխատել։ Եվ ինչքանով է դա ճիշտ եւ զարմանալի կլիներ իհարկե, որ դուք ձեր խոսքում ժառանգած բացասական հետևանքների մասին չխոսեիք, բայց ժառանգություն էր, արդյոք այդ պատը սարքած չէր, սարքեիք 6 տարի, այսինքն դա աղետը լիներ, որ նոր տեսնեիք, որ այդ գետը գնում է ճանապարհն է, այստեղ գետն է, այստեղ էլ ոչ մի պատնեշ չկա, այսինքն ժառանգությունն է մեղավոր, որ դուք չեք նկատել, որ գետի տակ ուղղակի հող է ճանապարհի տակ եւ դա վաղ թե ուշ ինքը բացասական հետևանքների է բերելու